Նիքի մարդ տեղ համայնքի խնածախ եւ խոզնավար գյուղերում 5 գիշերը անընդհատ կրակոցներ։ Ժամը 10:20-ին սկսում են մինչև առավոտվա 5:30։ Ժողովուրդը խուճապի մեջ են։ Գյուղի վրայով կարմիր հետ փամփուշտներն են անցնում, ժողովուրդը վախեցած վիճակում են։ Գյուղի ուղությամբ է կրակոցները, ինչ որ տներ, օդ են կրակում։ Տներին չէ, երևի սարերին վախեցնելու համար, միգուցե նաև մի օր էլ տներին, որպեսզի մարդիկ թողնեն դուրս գան երևի գյուղից, գիշերը արդեն սարսափի մեջ է։ Ու տարբեր տեսակի կրբաններով, զենքերով են կրակում, բարձր ձայներ, բարձր դմբոցներ, ավտոմատիկ կրակոցներ, չգիտեք։ Վերջին անգամ երբ էր, նման իրավիճակ եղել, երբ ադրբեջանական, չէ, նկատի ունեմ ոչ թե վերջին օրերին, այլ 1 տարի, 2 տարի, երբ եք հիշում, երբ է եղել նման իրավիճակ գյուղում։ Ընթացքում լինում, ընթացքում կրակոցներ լինում է, բայց գյուղի բնակչությանը չեն վնասել այսքան տարի, ուղղակի կրակում են դեպի սարերի կողմ, օդով, չգիտեմ։ Ամեն դեպքում շատ վտանգավոր է, Շինիքի տարածքում ամենավտանգավոր գյուղն է, որ պոստը նայում է դեպի գյուղ, դպրոց անմիջապես մոտ է դպրոցին։ 5 գիշերը անընդհատ կրակոցներ, կշարունակվի այսօր թե չէ։ Ժամը գիշերը 10-ին են կրակում, 2-ին, 1 էլ 4-ին։ Վերջին օրերին, Ռոման։ Այսօր էլ երեկել, մինչ օրն է, հեսա մի 3 օր է։ 3 դաշտում վարանելու, դաշտային գործեր, էլ ես վար ենք օրանը, այդտեղ է վարանելուց ես անձամբ ես մեր վրա էլ ենք։ Անգամ գյուղացիների ուղղությամբ կրակոցները։ Ու ահավոր վիճակ է, ասենց, թե ինչ պիտի ինի գիտեմ չէ։ Ինտենսիվ է։ Ասենք ժամը 10-ին մի 10 րոպե կրակեն, մեկ է ժամը 2-ին մի 10 րոպե կրակեն, ժամը գիշերվա 4-ին։ Ռոման ջան, ասացիք, որ գյուղացիների ուղղությամբ էլ են կրակում, գյուղատնտեսական աշխատանքները դրա համար դադարեցվել են, թե չէ։ Անձամբ իմ մասին է խոսքը, ես դաշտում գյուղատնտեսական գործեր անելուց 2 անգամ կրակել են մեր վրա։ Դադարեցրել եք աշխատանքները դրա պատճառով։ Աշխատանքները չենք մի ժամով, 2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել ենք, էլի։ Նոր մարդ ենք դրել կողը, ընդեղ որ ես աշխատել եմ, կողից մեկը ուշադիր մնացել, էլի որ էլի կրակեն։ Իսկ տեղեկություն ունեք, մենակ տեղում է, թե հարևան գյուղերում էլ նման ակտիվություն։